Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր անվանի հայրենակիցը իր ողջ կյանքում իր ժողովրդի եւ հայրենիքի ապագան որպես գործունեության ելակետ ընդունելով մինչև մահ հավատարիմ մնաց իր դավանած սկզբունքներին։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է անվանի մշակութային եւ ազգային հասարակական գործիչ Նիկոլ Աղբալյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության անբիոնի վարիչ բանասիրության տեխնացու դոցենտ Վարդան Պետրոսյանը եւ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ բանասիրության տեխնացու Հայկազոն Ալվրդյանը։ Բարի գալուս, հարգելի պարոնայք, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Նիկոլ Աղբալյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Անվանի գրականագետ, մանկավարժ եւ հասարակական գործիչ Նիկոլ Աղբալյանը ծնվել է 1875 թվականի ապրիլի 1-ին Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ապա ուսանել Մոսկվայի, Լոզանի եւ Փարիզի համալսարաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում, Ագուլիսում, եղել է Թեհրանի ազգային վարժարանի տնօրեն։ Դաշնակցական էր, Վերնատան հիմնադիրներից մեկը։ Եղել է հայ գրողների Կովկասյան ընկերության նախագահ Հովհաննես Թումանյանի անփոփոխ տեղակալը։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Հայ ազգային բյուրոյի խորհրդի եւ կամավորական գնդերի կարգադրիչ մարմնի անդամ։ Զբաղվել հայ գաղթականների հարցերով։ 1918-ից 20 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, իսկ 1919-ից 20 թվականներին լուսավորության եւ արվեստի նախարար։ Նրա անմիջական ջանքերով 1920 թվականին հիմնադրվել է Երևանի համալսարանը։ 1923-ից 28 թվականներին եղել է Ալեքսանդրիայի ազգային վարժարանի տնօրենը։ 1928 թվականին Կահիրեում Լևոն Շանթի հետ հիմնել է Համազգային մշակութային միությունը։ 1930 թվականին Բեյրութում համազգային ճեմարանը։ Մահացել է 1947 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում։ Աշխատակցել է ավելի քան 10 թերթի եւ ամսագրի, խմբագրել մի քանի պարբերական, հեղինակել է գրականագիտական, բանասիրական եւ հրապարակախոսական արժեքավոր աշխատություններ։ Երևանում գործում է Հոհիդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը։ Նրա անունով է կոչվում Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը։ Պարոն Պետրոսյան, այսօր փաստորեն պիտի փորձենք ձեր երկուսի օգնությամբ ներկայացնենք մեր հայրենակիցներին Աղբալյանին հիմնականում նա գործունեություն Աղբալյանին դրսևորվել է երկու ուղղությամբ, որպես մշակութային գործիչ, հայագետ եւ որպես ազգային պետական գործիչ։ Խնդրում եմ ներկայացրեք Աղբալյանի լեզվաբանական հայացքները կամ լեզվաբանական աշխատանքները։ Աղբալյանը իր ժամանակաշրջանի մեծագույն մտավորականներից էր, որոնք օժտվածություն տաղանդ ունեցել են մի շարք ոլորտներում։ Նա ընդհանրապես հայտնի է որպես կրթական գործի կազմակերպիչ, հայտնի է որպես քննադատ առաջին հերթին, որպես գրականագետ, որպես ազգային հեղափոխական գործիչ, որը մեծ վաստակ ունի նշված բոլոր ոլորտներում։ Բայց պարզվում է, որ Աղբալյանը ոչ պակաս նաև հայրենագետ է։ Թեպետ նա ստվարածավալ հայրենագիտական աշխատություններ չի գրել, ավելի շատ փոքր դիտարկումներ են հայրենի զանազան հարցերի վերաբերյալ, բայց նույնիսկ այդ ոչ մեծածավալ աշխատություններում մենք տեսնում ենք իսկապես խորաթափանց միտք, տեսնում ենք սուր աչք, որը որ արկա է առհասարակ Աղբալյանի տարբեր ոլորտների վերաբերող աշխատանքներում, որոնցում Աղբալյանը կարողացել է արտահայտել հայրենի վերաբերյալ ինքնատիպ մտքեր, ինքնատիպ գաղափարներ։ Այսինքն այդ պարագայում ծավալը կամ քանակը չի աշխատանքների արդեն դա կարևոր չէ։ Մարդը կարող է ստեղծել ստվարածավալ աշխատություններ, որոնք ի վերջո հետք չթողնեն գրականության, առհասարակ գիտության պատմության մեջ, բայց ես կարծում եմ, որ Աղբալյանի այդ ոչ մեծածավալ աշխատանքները ամենայն ուշադրության արժանի են։ Դրանցից ես կառանձնացնեի մասնավորապես դիտողություններ հայոց լեզվի մասին, հայոց լեզվի շեշտը, նորից շեշտի մասին, հատկապես տեսություն ձույլ բաղաձայնների, շատ ինքնատիպ աշխատանքները։ Աղբալյանի ստուգաբանությունները, որոնք իրենց գիտական խորաթափանցությամբ, իրենց համակողմանիությամբ չեն զիջում այդ ոլորտում մեր անվանի գիտնականների, նույնիսկ ես կարող եմ համեմատել այդ առումով անգամ Աճարյանի հետ, ճիշտ է, նա Աճարյանի ստուգաբանությունների այդ լայն ընդգրկումը չունի,
բնականաբար եւ ոչ ոք չունի, բայց թեկուզ այն փոքրաթիվ բառերը, որոնցով Աղբալյանը զբաղվել է եւ փորձել է ստուգաբանել, իսկապես աչքի են ընկնում գիտական մտքի խորաթափանցությամբ։ Մի բան հետաքրքրական է, որ Աղբալյանը ի տարբերություն մեր այդ ժամանակաշրջանի մեծությունների գիտնականների, հայտնի է, որ նա ոչ մի գիտական աստիճան ու կոչում չի ունեցել։ Բայց այդ ժամանակաշրջանի իսկապես բարեբախտաբար որ չի ունեցել։ Հիմա դժվար է ասել բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց այդպես է ստացվել, բայց նա իր ժամանակի իսկական մեծություններից է, նորից եմ կրկնում, որոնք մնայուն հետք են թողել գրականության, մշակույթի, առասարակ հայագիտության տարբեր ոլորտներում։ Շնորհակալություն։ Պարոն Ալվերդյան, փաստորեն Աղբալյանի մոտ այդ մշակութային եւ հասարակական գործունեությունը միշտ զուգահեռ է ընթացել։ Վերնատուն սկսեց մշակութային գործունեությունը, սակայն դրան զուգահեռ նաեւ իր ակտիվ ազգային հեղափոխական, ինչպես պարոն Պետրոսյանը դիպուկ նկատեց, հասարակական գործունեությունը։ Բայց այդ ամենի ժամանակագրական առումով առավել դրսևորիչ է, դրսևորման պահը առաջին աշխարհամարտներ մեր ժողովրդի համար այդ ողբերգական եւ նաեւ հերոսական էջերով լեցուն շրջանը եւ այդ տարիներին նա ի շատ որոշակի դերակատարություն ունեցավ հայոց ազգային բյուրոյի խորհրդի կազմում գաղթականներին օգնելու հարցում։ Դարբես որպեսզի տպավորություն չստեղծի թե պահի թելադրանքով տվյալ դեպքում ինչ որ հանգամանքների բերումով էր նա զբաղվում այդ գործունեությամբ այս կամ այն։ Չէ, քավլիցի արդ։ Չէ, այսինքն եթե համաշխարհային պատերազմը սկսվեց, դա ստիպեց, երբ որ ուսադրու նայում ենք նրա կենսագրությունը, կարդում ենք, ծանոթանում ենք նամակներին, փաստաթղթերին, հոդվածներին, տեսնում ենք, որ դեռևս ուրեմն պատանեկան տարիներից նա հասարակական գործունեության լայն այսպես ընդգրկում ու ըմբռնում ուներ։ Հոդվածներ ունի դեռևս պատանի տարիքում։ Մեր հասարակական կյանքում մեր մտավորականության անտարբերության մասին։ Պատանի այդ աշակերտը, դպրոցական աշակերտը այնքան խորն էր հասկացել մեր հասարակական կյանքի թուլությունները, արատները, մեր ազգային գործիչների ճակերտյալ, այսպես, չէ, կամ մտավորականների մի ահռելի զանգվածի պասիվությունը, հարմարվողականությունը, որ այսօր նույնիսկ զարմանք է պատճառում, թե այդ պատանին ինչպես էր կարողացել Թիֆլիսի Հավլաբարում սնված խորաթափանցություն։ Եվ այսինքն սա ինչու է ես սկզբից շեշտեցի, որ չթվա թե նա հենց այնպես պատահաբար։ Ավելին, նա դեռ Ճեմարանի ուսանող էր, թողեց Ճեմարանը եւ սկսեց ծանոթանալ հայ ժողովրդի կյանքին։ Շրջել գավառներ, տասնյակ գյուղեր եւ դրանց վերաբերյալ շրջեց տասնյակ գյուղերում հայ գյուղացիության մասին սկսեց հրապարակախոսական հետաքրքիր աշխատություններ գրել, հոդվածներ հայ կյանքի մասին։ Իսկ համաշխարհային պատերազմի հոգսերին ավելի մոտիկ է, անմիջական տանը։ Մշտապես զուգակցվել է նրան, ինչպես Վարդանն ասաց, նրա համար հայ կյանքի որևէ ոլորտ խորտ չի եղել, կամ նա որևէ ոլորտում իրեն սկսնակ չի սվածել այսպես։ Եվ 14 թվին հատկապես, երբ հայ իրականության մեջ արդեն զգացվում էր պատերազմի շունչը մոտալուտ, արդեն պարզ էր, որ պետք է համաշխարհային պատերազմ պայթի եւ Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը պետք է ներգրավեն պատերազմի մեջ, նա քանի որ նաև ազգային բյուրոյի անդամ էր եւ հայ հեղափոխական դաշնակցության անդամ, նաև ակտիվ քաղաքական գործիչ, մտավ այդ գործունեության մեջ եւ հետաքրքիրն այն է, որ ինքը նշանակվեց կամավորականների, նրա մեծագույն գործը սա էր, կամավորականների կազմավորման, ձևավորման բյուրոյի անդամ։ Հավանաբար հաշվի առան նրա ունեցած հեղինակությունը ոչ միայն հեղինակությունը, անշուշտ հեղինակությունը, ոչ միայն նախ խիստ այն համոզմունքը, որ հարկավոր էր կամավորական շարժում։ Օրինակ, Սիմոն Վրացյանը դեմ էր կամավորական շարժման սկզբունքին։ Ինքը ամենաեռանդուն, այսպես գաղափարական կողմնակիցն էր այդ շարժման, բացի դրանից Նիկոլ Աղբալյանը մեր մտավորականության հասարակական գործիչների, քաղաքական գործիչների մեջ մի բանով էր յուրատուկ։ Ինչ ասում ձեռնարկում էր, անպայման գործը հասցնում էր մինչև վերջ։ Եվ սա այս բոլոր իրավորակները հաշվի առնելով նրա նշանակ հետաքրքիրն է, որ նրան նշանակելով այդ գործի պատասխանատու տեղակալ նշանակեցին Սիմոն Վրացյանին։ Սիմոն Վրացյանին տեսեք, մեկը կողմ, մեկը դեմ եւ կարողացան դա երևի աշխատանքի արդյունավետության վրա ավելի դրական կազդեց։ Ազդեց եւ Սիմոն Վրացյանն էլ է գրում, շատ ազդեց, որովհետեւ ասում է ես եւ Սիմոն Վրացյանը, որ Նիկոլ Աղբալյանի մասին շատ հետաքրքիր ուշեր ունի, այստեղ նա բացում է Աղբալյանի մասին իր հոդվածներով Նիկոլ Աղբալյանի հասարակական ջիղը։
ինչպես է նա կարողանում կարճ ժամանակամիջոցում ոչ միայն ուրեմն այդ հասարակ կամավորական ջոկատները գնդերը կազմավորել, այլ նաև ինքը այդ պահեստային գնդերից մեկի հրամանատարներ դարձյալ այդտեղ տեղակալը Սիմոն Վրացյանը անցնում է ամբողջ համաշխարհային պատերազմի ընթացքում անցնում է ամբողջ արևմտյան Հայաստանի տարածքով որպես զինվոր Չարենցներն ընդգրկված շատ մտավորականներ էին այդ ժամանակ գնում կամավորական նաև գնում է որպես կամավորական Կարս, Վան, Մուշ ճանաչում է ամբողջ երկիրը եւ ինչպես որ դուք ասացիք գաղթականության հարց, այո, կամավորականության հարցի հետևանքը պետք է լիներ նաեւ պատերազմի դառը պտուղները, ինչպես մենք տեսանք, կամավորական շարժումը կարծես թե արդյունք չէր տվել, հակառակը ունեցել են գաղթականների մի մեծ հոսանք, այստեղ նույնպես Աղբալյանը իր մեծ տաղանդը դրսևորեց կազմակերպելով գաղթականների տեղավորումը, նրանց ուրեմն բարենավորման գործին մասնակցեց, Կացարանով եւ այլն։ Այսինքն չկար հայ կյանքում մեկ ոլորտ գրականից, լեզվաբան դպրտականից, եթե հաշվի առնենք որ նաեւ նրա հիմնական գործունեության ոլորտը բացի գրականից, կոնկրետ ասեմ, մանկավարժությունն էր Թավրիզում, Շուշիում, Թիֆլիսում ամենտեղ մանկավարժությամբ էր զբաղվում, աշակերտներ էր պատրաստում եւ ահա այս անհանգիստ մարդը, որ ամենահաս էր, ամենտեղ հասնում էր, նաեւ այսքան իր մասնագիտական ուրեմն գործի ոլորտից դուրս հերրու այսքան գործերի մեջ ունենում էր նույնքան փայլուն հաջողություններ։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, բոլոր դեպքերում Աղբալյանը հատկապես մեր մտավորականությանը հայտնի է որպես գրականագետ, գրաքննադատ կամ Աղբալյանի մեծությունը իհարկե ամենևին չստվերելով ազգային հասարակական նրա կյանքը համենայն դեպս որպես գրաքննադատ Սահակնովայի մասին եւ մյուս աշխատություններով դրանով է հայտնի դարձել։ Այդ նրա աշխատանքները այդ ուղղությամբ ներկայացրեք։ Իսկապես Աղբալյանին կարելի է համարել հայ քննադատական մտքի ամենից երևելի ներկայացուցիչներից մեկին, ով մեծ վաստակ ունի այդ ասպարեզում։ Եթե նույնիսկ մենք շատ բան նկատի չունենանք, միայն 1-2 հանգամանք, որ Աղբալյանը իր ժամանակի մեր մեծ գրողների, մեծ բանաստեղծների առաջին քննադատն էր եւ նրանց առաջին ճանապարհ տվողը եւ նրա կանխատեսումները վերնատան հիմնադիր անդամներից էր Թումանյանի, Իսահակյանի, Դեմիրճյանի, Շանթի հետ միասին եւ դրանից բացի երիտասարդ մասնավորապես Տերյանի եւ Չարենցի առաջին, այսպես ասած, մուտքի վկայական տվող քննադատի ճանապարհ տվող դա արդեն իսկ պիտի բավարար համարել, որպեսզի մենք Աղբալյանին համարենք մեր քննադատական մտքի մեծագույն ներկայացուցիչներից մեկը, որովհետեւ նրա կանխատեսումները հատկապես այս երկու գրողների կյանքում մարգարեական են եղել։ Այն ինչ ասել է իսկապես ճշգրիտ կանաչ ճանապարհ է բացել այս երկու բանաստեղծների համար։ Բայց իհարկե Աղբալյանի քննադատական ուսումնասիրությունները կամ քննադատական գործունեությունը միայն դրանով չի սահմանափակվում։ Նա Սայաթնովագիտության մեջ հիմնավոր խոսք ասած քննադատներից մեկն է եղել եւ շատ ինքնատիպ այդ Սայաթնովայի հետ աշխատությունը։ Եթե նշենք միայն այն հանգամանքը, որ ծնունդով լինելով Թիֆլիսեցի, լինելով Հավլաբարցի, ինչպես ինքն է նշում, դերևս մանկության շրջանից նա լսել էր Սայաթնովայի խաղերի կատարումը, որը բանավոր պահպանվել էր սերնդեսերունդ Թիֆլիսեցիների մեջ, եւ ըստ էության Սայաթնովայի խաղերի մեղեդիները հենց այդ բանավոր ճանապարհով են պահպանվել եւ հասել մեր օրերը, Աղբալյանը եղել է Սայաթնովայի խաղերի հմուտ այդ ճիշտ մեղեդիները կատարողներից, կիրառողներից մեկը։ Հոգեարազատ կերպ։ Այո, տեսեք ինչքան նուրբ երևույթ է սա, որ ինքը լինելով գիտական մարդ, մշակույթի մարդ, բայց այնուամենայնիվ ունենալով նաեւ երկելույթ, որոշակի կարողություն, երաժշտական որոշակի զգացողություն, կարողացել է ինչպես ինքն է նշում իր մորից հատկապես սովորել, պահպանել եւ փոխանցել Կարծեմ բոլոր երկեր անգիր գիտեր Աղբալյանը, չէ՞։ Սայաթնովայի խաղերի երաժշտությունը անգամ փոխանցել։ Էլ չեմ խոսում, որ քննադատության մյուս ոլորտների մասին, որտեղ որ Աղբալյանը անդրադարձել է որ գրողի կամ որ գրականագիտական քննադատական երևույթի մասին խոսք ասել է, դա եղել է մնայուն։ Չնայած որ ինքը հատկապես սփյուռքյան գործունեության շրջանում բազմիցս դժգոհել է, որ իմ լարված կենսագրության բերումով տարբեր ոլորտներում բազմազբաղության բերումով ես այդպես էլ չկարողացա հանգիստ կյանք ունենալ եւ ստեղծել այն գրական աշխատանքները, որոնք որ պատկերացնում էի կամ որոնք որ ցանկանայի ստեղծել։ Նա նկատի ունի Ցավալիերն ազատ ժամանակ էլ գրեթե չի ունեցել, որպեսզի հիմնարարության առումով ազգային հասարակական կյանքը կլանել է նրան ամբողջությամբ։ Եթե կարելի է ես մի երկու խոսքով ավելի շատ կուզեմ այնուամենայնիվ անդրադառնալ
Աբալյանին որպես լեզվաբան, որպես հայրենագետ, որովհետև Աբալյանի ազգային հասարակական, Աբալյանի քննադատական, գրականագիտական գործունեության աշխատանքների մասին այնուամենայնիվ հասարակությանը այս կամ այն չափով տեղեկացվել, հասարակությունը ծանոթ է։ Աբալյանի գործունեությունը լեզվաբանական առումով զուգադիպեց մի ժամանակաշրջանի, երբ լեզվաբանության մեջ, ընդհանուր լեզվաբանության մեջ, հատկապես համատական լեզվաբանության մեջ դարձյալ հեղափոխական ժամանակներ էին։ Մի կողմից իշխող էր պատմահամատական լեզվաբանությունը, մյուս կողմից սակայն արդեն ասպարեզ էր գալիս մարի հաբետական տեսությունը, լեզվի մասին նոր ուսմունքը, եւ այս երկու միմյանցից շատ տարբեր լեզվաբանական գիտական տեսությունները խաչաձևում եւ հակադրվում էին։ Երկու քարի արանքում։ Այո, եւ ստեղծվել էր մի իրավիճակ, ինչպես Աբալյանն է նկատում իր դիտողություններ հայոց լեզվի մասին ծավալուն հոդվածում, որ իր կարծիքով պատմահամատական լեզվաբանությունը արդեն իսկ այնինչ կարող էր ասել հայրենագիտության ոլորտում հայրենի ցեղակցության հարցերը պարզելիս, արդեն ասել էր, ավելին չէր կարող ասել։ Նա նկատում է, որ հայրենի ստուգաբանված բառերի թիվը, որոնք որպես հնդեվրոպական լեզվանտանիքին պատկանող նախանդեվրոպական լեզվից փոխանցված բառեր են ստուգաբանվել, կազմում է մեր առասարակ ստուգաբանված բառերի 1/7-ը մոտավորապես, բայց ասում է այն հսկայական բառամթերքը հնդեվրոպական չէ, հետևաբար որքանով է արդարացի հայրենը հնդեվրոպական լեզու համարելը։ Իհարկե, այս առումով Աբալյանը թերևս ինչ-որ չափով տուրք է տալիս մարի տեսությանը, որոշ չափով տուրք է տալիս նաև Ղափանցյանի տեսությանը, վերջին հաշվով կարծես թե հայրենի ցեղակցության հարցում ավելի շատ կանգնելով միջին դիրքերում, որը կարելի է բնորոշել որպես ավելի շատ Ղափանցյանի պատկերացում, Ղափանցյանի տեսակետ, միջին դիրք գրավելով հնդեվրոպաբանության եւ լեզվի մասին նոր ուսմունքի վերաբերյալ։ Բայց եթե անգամ այսօր Աբալյանի այս մոտեցումը ամբողջության մեջ գուցե եւ լեզվաբանական մտքի կողմից ամբողջությամբ ընդունելի չհամարվի, բայց այն հարուստ է շատ ինքնատիպ դիտարկումներով, որոնք ցույց են տալիս, որ Աբալյանի որոնումները հայրենի ցեղակցության հարցում, հայրենի լեզվական բնույթի հարցում, այնուամենայնիվ գոնե այդ ժամանակաշրջանում ընկալելի էին, դրանք պատահական չէին, դրանք սիրողական մակարդակի չէին, որովհետեւ Աբալյանը նույնիսկ լեզվաբանության մեջ արդեն իսկ երևում է, որ բավականին տեղյակ էր, թե ինչ է ստեղծվել մինչ այդ։ Առնվազն տեղյակ էր Հումբոլտի տեսությանը, տեղյակ էր Սոսյուրի տեսությանը եւ տեղյակ էր պատմահամատական լեզվաբանության նվաճումը։ Շնորհակալություն։ Պարոն Ալբերտյան, Աբալյանի մասին երբ որ խոսում ենք, մեր հերոստատիտողները թող իմանան, որ նա իր գործունեության բոլոր բնագավառներում իր անձնական եսը, օգուտը, շահը, նյութական բավարարվածությունը մի կողմ է դրել եւ անձնազոհ կերպով է ծառայել իր ժողովրդին։ Այդ տեսանկյունից երկու ժամանակագրական առումով գուցե իրարից կատարված, բայց հարցս երկու այդ ուղղությամբ եմ ուզում տալ, որպես առաջին հանրապետության կրթության եւ արվեստի նախարար, նա անմիջական ջանքերով ստեղծվեց համալսարանը, մեր ներկայիս Երևանի պետական համալսարանի հիմքը, եւ դրանից արդեն տարիներ հետո արդեն Սփյուռքում Շանթի հետ նույնպես գուցե ավելի դաժան ծանր պայմաններում ստեղծվեց համազգայինը, որը մինչև հիմա իր գործունեությունը շարունակում է։ Քո խոսքի սկզբում շատ հետաքրքիր մի դիտարկում արեցիր, շատ հրատապ է կուզենայի այսօր այս վերջին տասնամյակներին խիստ հրատապ է եւ հիշեցրեք Նիկոլա Աբալյանի անշահախնդիր նվիրումը։ Ուրեմն այս մարդը այնքան բծախնդիր եւ անշահախնդիր էր իր անշահախնդրության այդ շահախնդրության մեջ այնքան բծախնդիր էր, որ նույնը պահանջում էր իր բոլոր բարեկամներից, հարազատներից, ընկերներից։ Օրինակի համար տեսեք, նախարար նվիրյալ էր վերին աստիճանի։ Սիմոն Գրացյանը, որ իր մասին հետաքրքիր դիտարկումներ է գրել, մի երկու անգամ կհիշեմ իրան, ասում է, նա նույնիսկ չէր հասկանում, որ ինքը աղքատ է ապրում։ Չէր նկատում, որ ինքը աղքատ է ապրում։ Ուղղակի կարևորություն չէր տալիս դրան։ Կարևորություն եւ ես Սիմոն Վրացյանին փետրվարյան ապստամբությունից հետո դիմում է, ասել ասում եմ մի 15-16 փոթ ծորեն ուղարկի ցանեմ, որ երեխան տանեկից հացը հոգա։ Երբ նրան ուղարկում են 3 շաբաթ գործուղման, ես կարծում եմ այս նրա կերպարը ավելի կարևոր է այսօր ներկայացնելը։ 3 շաբաթում Վանաձոր,
Այսօրվա Վանաձորի այն ժամանակ Արաքիլիսա հետ։ Ղարս, Ալեքսանդրապոլ ճանապարհորդում է գնացքով, գնում է աշխատանք է անում, վերահսկողական աշխատանք, 3 շաբաթ հետո գալիս ներկայացնում է մի հատ ծախսած ցուցակ է իր, ծախսերի ցուցակը, ապշել կարելի է, փաստաթուղթ է, 25 ռուբլի։ 21 օրում այդ մարդը հյուրանոցի սնունդի եւ ճանապարհածախսի համար ծախսել է 25 ռուբլի։ Այսինքն հանրային փողի համար ավելի շատ էր դողում, քան իր սեփական։ Երբ որ եկավ հանրապետություն, բոլորը հասկացան, որ Նիկոլ Աղբալյանի կերպարը ճիշտ եւ ճիշտ կարծես նախարարի համար էր։ Եվ նույնիսկ իրեն են հարցնում, թե ինչ անուն տանք այդ պաշտոնին։ Նախարար ասենք, թե մինիստր, ասում է ոչ։ Մինիստրը ասում է օտար է, իսկ նախարարը մինիստրի բովանդակությունը չունի։ Պետք է ասենք վարիչներ, իսկ նրանց ղեկավարին վարչապետ։ Ընդ որում պետք է ասել, որ այս տերմինաբանության մեջ էլ նրա հերթ կունենք։ Իմիջայլոց շատ հաճախ մեր այն ժամանակի պատմիչները գրում են, պատմաբանները ասում են Հայաստանի վարիչները, չեն ասում նախարարները եւ վարչապետը։ Հիմա նախարար նշանակվեց եւ աշխատեց այդ պաշտոնում 10 ամիս, շատ չի աշխատել, բայց այս 10 ամսում այնքան գործ է արել, որ մենք ժամանակ չենք կունենա թվարկելու միայն թե ինչքան գործ է արել։ Կրթության այդ ժամանակ ամենակարևորներն ասեն։ Կրթությունը դարձրեց համընդհանուր եւ ծրի։ Քանդվել էին դպրոցները։ Ընդհանրապես մեր դպրոցները թուրքական աշխատանքի հետևանքով քանդվել էին 500 դպրոցից 100-120 էր մնացել։ Ամբողջը վերականգնվեց։ Ես ժամանակին երբ ուշադիր, ասես, չգիտեմ, ինչ որ խնդիր կար տարիներ առաջ Արսկային արխիվում Նիկոլ Աղբալյանի գործն էին նայում։ Օրլիվ այսպեսի մի խնդիր կար։ Եվ նրա հրամաններին ծանոթացա։ Ապշել կարելի է, դրանք չնել շրջանառվում։ Ես ասեմ հրամաններից մեկը, որ այսինքն նախ բոլոր դպրոցների ապակիների, ջարդված ապակիների թվից գիտեր, սահմանամերձ շրջանների, բայց ամենակարևորը նա հրաման էր տվել ոչ մի օտարադավան աղանդավորական ուսուցիչ չընտրկել դպրոցներ։ Շատ հետաքրքիր է, չէ՞։ Այսինքն նա նաև ազգային գաղափարական հենքը առողջ պահելու, դրա վրա հետագա մեր շենքը կառուցելու լուրջ ծրագրեր ուներ։ Համասար որ հենց նման մարդը շանթետ համազգային է։ Հետագայում պետք է ստեղծեր համազգայինը, իմիջայլոց այն ինչ հասցրեց անել որպես նախարար, դրա մի մասը, այդ ծրագրերի մի մասը Սփյուռքում համազգայինի եւ ի վերջո նաեւ այնտեղ մեր ազգային բարձրագույն հայագիտական հաստատություն, որը ըստ էության համալսարան էր հայագիտական Բեյրութում, այդտեղ հիմնադրեցին Շանթի հետ եւ հետագայում մեծ մեր խոշոր մտավորականները այնտեղ դասավանդում էին։ Ամբողջ կյանքում նվիրյալ ուսուցիչ էր, դասախոս էր, գրականագետ էր, քննադատ էր, հրապարակախոս էր, նախարար էր։ Պատկերացնում եք, նախարար աշխատելու տարիներին նա մեկ առ մեկ հաշվառել էր բոլոր մեր գրողներին եւ կառավարությունից հատուկ մշակույթի գործիչներին հատուկ բյուջե էր պահանջում մշակույթի գործիչներին գրողներին վարձատրելու համար, որ նույնիսկ նրանք կախվածություն չունենան սովից, պատահականություններից եւ արտադրեն։ Չարենցի դեպքն է հետաքրքիր այս առումով։ Չարենցի մասին ինքը լինելով նախարար, Չարենցի մասին դասախոսություն է կարդում, Չարենցը գրում է, ավետելով ամբողջ աշխարհին, որ ծնվել է մի մեծ պոետ, Նիկոլ Աղբալյանի մասին է։ Ասում հետո փոխել էին, ասում են Նիկոլ Աղբալյան անունով մի մեծ քննադատ։ Հիմա կանչ գալիս է Չարենցի մոտ, Չարենցը գալիս է Նիկոլ Աղբալյանի մոտ, զրուցում են ու գյուղական ուսուցիչ։ Ասում է ես քեզ պաշտոնյա եմ նշանակում նախարարությունում, նստի եւ աշխատի։ Ասում է բայց ես ախր այս գործից ոչինչ չեմ հասկանում։ Ասում է պետք է չի որ հասկանաս, դու կնստես եւ բանաստեղծություններ կգրես։ Շատ հետաքրքիր է, չէ՞։ Դրան վարձատրում է, որպեսզի նա նստի եւ բանաստեղծություններ գրի։ Ինչու սա այս օրինակը շատ կարևոր է։ Մտահոգությունը հայ մշակույթի, հայ գրողի, հայ մշակույթի գործիչի համեմատ։ Այս մարդը նաև մեծ երազանք ուներ ազգային երաժշտական դպրոց հիմնելու։ Մինչև Ստամբուլ թատերական գործը վարելու։ Հատկապես պետք է մենք նշենք այդ ծանր օրերին հետևյալը։ Նա կառավարությունից պահանջում է ահագին մեծ դրամական միջոցներ այն դեպքում, երբ Հայաստանի դպրոցներն էին ծանր վիճակում, գաղթականությունով պահանջում է մեծ գումարներ Վրաստանի եւ Ադրբեջանի հայկական դպրոցներին օգնելու համար, որովհետեւ այդ իշխանությունները, Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չէին ֆինանսավորում, այլև հալածում էին, հալածում։ Իսկ Հայաստանում օտարները, օտար դպրոցները չէին հալածում։ Շատ հետաքրքիր քաղաքական, այսպես կերպար էր նաեւ իր տեսակով, երբ որ ծանոթացան Աղբալյանի կարծում եմ մեծության վկայություններից մեկը այն է, որ երբ Աղբալյանը մահանում է,
Լիբանանում նրա ուղարկավորությանը մասնակցում է հսկայածավալ բազմություն։ Եվ այսպիսի մի զրույց կա, գուցե մի քիչ դա բանայոսություն թվա, բայց կարծում եմ իրական հիմքերից զուրկ չէ։ Մի արաբ տեսնելով ուղարկավորության հսկայական թափորը, մեկ ուրիշին հարցնում է, ասում է, ով է մահացողը, որ այսքան մարդ է մասնակցում։ Կողքինը պատասխանում է, հայերի թագավորն է։ Իսկ մահացողը Նիկոլ Աղբալյանն էր։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հաղորդումը ավարտեմ Նիկոլ Աղբալյանի հետևյալ խոսքերով. Ամեն մարդ իր խաչն ունի կրելու այս աշխարհում։ Իմ խաչը ես տանում եմ արիաբար եւ կուզեի, որ դու եւս քոնը կրել կարողանաս։ Բոլոր կյանքերը նույն արժեքն ունեն հավերժության տեսակետով, բայց վերջապես մարդկային է կամենալ, որ փուշ չլինեն կյանքում եւ կամ տատասկ։ Մաղթում ենք, որպեսի առաջին հերթին կյանքում բոլորս, ինչպես Աղբալյանն է դիպուկ նկարագրում, պատվով եւ նվիրված կերպով կրենք տանենք այդ խաչը եւ նաեւ օգտվելով այն հանգամանքից, որ հաղորդումը նվիրված է Աղբալյանին, նաեւ մաղթանքենք, որպեսի մեր անկախ հանրապետությունում վերահատրակվեն Նիկոլ Աղբալյանի այն աշխատությունները, որոնք ունեն մնայուն արժեք։ Եվ նաև չհրատարակված դերևս աշխատությունները։ Իհարկե։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդին էր հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Նիկոլ Աղբալյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք Հայորդիներին։